Եվրամիությունը պետք է շարունակի աշխատել ամերիկյան մաքսատուրքերի բոլոր անհրաժեշտ հակաքայլերի ուղղությամբ իրեն պաշտպանելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և հավելել, որ Եվրոպան պետք է թույլ չտա, որ երրորդ երկրներից հոսքերը խաթարեն շուկայի աշխատանքը։ Իրանը իրական հնարավորություն է տալիս շաբաթավերջին Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Իսմայիլ Բաղային շեշտել է, Թեհրանը մտադիր է գնահատել մյուս կողմի մտադրությունները և որոշում կայացնել առաջիկա շաբաթ օրը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստ են շաբաթ օրը Օմանում ուղիղ բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Ռուսաստան, հնարավոր է հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում է ամերիկյան Axios պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկությունը հաստատվելու դեպքում դա կլինի Ուիթքոֆի և Պուտինի երկրորդ հանդիպումը։ Կրեմլն առայժմ չի մեկնաբանել լուրը։ Ուկրաինայի Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիտ Բրինքը կհեռանա պաշտոնից, հայտնել է պետդեպարտամենտը, պատճառների մասին չի հաղորդվում։ Ուկրաինայի նախագահը նախորդ շաբաթ օրը քննադատել էր Միացյալ Նահանգների դեսպանին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա Ռուսաստանի մահացու հրթիռային հարվածի վերաբերյալ արձագանքի համար, որում Բրինքը չէր նշել Ռուսաստանը որպես դրա համար պատասխանատու։